Տևական դադարից հետո հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը գրեթե 7 ժամ տևեց, ու թեև նախկին նախագահն այդ ընթացքում անդրադարձավ տարբեր օրակարգերի, այդ թվում ներքաղաքական մի շարք զարգացումների, ներկայացնելով նոր մանրամասներ, Կարմիր թելը կամ զրույցի գլխավոր թեման 44-օրյա պատերազմը դարձավ։ Հնարավոր էր արդյոք խուսափել դրանից, ինչու այն տեղի ունեցավ եւ որոնք էին դրա պատճառները։ Սերժ Սարգսյանը մեկ-մեկ թվարկում ու մեկնաբանում է։ Առաջինը իհարկե բանակցային գործընթացից խուսափելն էր եւ ընդհանրապես հրաժարվելը։ Երկրորդ հանգամանքը կայանում էր նրանում, որ տեղի ունեցան այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին արդարացնելու իրենց ռազմական նախաձեռնությունը, պատերազմ սկսելու։ Երրորդ նախագահն այստեղ նկատի է առնում Տավուշյան մարտերը, որից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում հայտարարեց, թե ռազմական այդ գործողությունները հօդս ցնդեցրին Բաքվի այն պնդումները, որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի զինված ուժերը կարող է լուծել ընդամենը 1 օրում, ճիշտ 24 ժամվա ընթացքում։ Արդարացիչ պատճառներից մեկը դա էր։ Ադրբեջանի համար նկատի ունեմ։ Քաղաքական ու դիվանագիտական սխալներից բացի նախկին նախագահը մատնանշում է եւս մեկ հանգամանք։ Սարգսյանն ասում է դեռ 2018-ի կեսերից, այսինքն սկսած այն ժամանակահատվածից, երբ տեղի ունեցավ իշխանափոխությունը, զինված ուժերում արդեն տեսանելի էին խնդիրները։ Ադրբեջանական եւ թուրքական հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին եւ տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել էր։ Ինչպես կարող էինք կանխել 44-օրյա պատերազմը, իմ սխալ է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ Սերժ Սարգսյանի հարցազրույցի ավարտից անմիջապես հետո հրապարակած տեսանյութն այսպես է վերնագրել. հակադարձում է երրորդ նախագահին նրա մատնանշած 3 պատճառների փոխարեն մեկ հանգամանք ընդգծում. 44-օրյա ռազմական գործողությունները կանխելու համար պետք էր ընդունել, որ Ղարաբաղը լինելու է Ադրբեջանի կազմում, քանի որ ձևակերպում է Փաշինյանը, հակամարտության կարգավորման Հայաստանի պատկերացրած լեգիտիմությունն անհրաժեշտ էր համապատասխանեցնել միջազգային լեգիտիմությանը, իսկ դրանք դեռ 90-ականներից հեռացել էին իրարից։ Ես ուղեծրով իրարից հեռացել էին եւ ճեղք էր առաջացել այդ պատկերացումների միջև։ Ուրիշ որևէ տարբերակ չկար, պարզապես չկար։ Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 18-19 թվականներին, ուրեմն այո, դա իմ սխալն է, որ ես դա չեմ արել։ Նույն 2018-ի հետ կապված, սակայն Սերժ Սարգսյանը հիշում է Դուշանբեի հանդիպումը եւ չի բացառում, որ դրա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվածություններ են ձեռք բերել, որով տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման եւ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքները թողել են մի կողմում, այսպես կոչված արդարության սկզբունքն առաջ բերելով։ Կարծում եմ դա արվել է Ադրբեջանի խնդրանքով, որովհետև նախկինում միշտ այդպիսի փորձեր եղել են։ Այսօր իդեպ Բաքվում տոնում են այսպես կոչված հաղթանակի օրը։ Ադրբեջանի նախագահը մի շարք միջոցառումներ է կազմակերպել, դրանցից մեկի ընթացքում էլ զորահանդեսների ֆոնին Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է, թե այսպես մեջբերում եմ, ակնկալում են կայուն խաղաղություն։ Ղարաբաղում հաղթանակը ոսկե տառերով է գրված թուրքական աշխարհի պատմության մեջ։ Մենք գնահատում ենք Իլհամ Ալիևի անկեղծ ջանքերը եւ ողջունում Փաշինյանի համարձակ քայլերն այդ ճանապարհին։ Իսկ վարչապետ Փաշինյանը խոստանում է մինչև տարեվերջ հրապարակել Արցախյան բանակցությունների առանցքային փաստաթղթերը, ներառյալ 2019 թվականի, դասավորել է Սքանեանում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։